որոնք են երաշխիքը կամ որոնք են երաշխավորները, որոնք պիտի փրկեն մեր խաղաղությունը, ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել եւ չեն գործել, եւ հաճախ հետաքրքրաբար կան խաղաղություններ, այսպես ասած, ճակերտար, որոնք չեն գործել եւ խախտողները եղել են երաշխավորները։ Ի վերջո եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս որոշակի շահեր են հետամուտ, իրենց շահերին են հետամուտ լինում եւ դրանք ինչ որ ժամանակի ինչ որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը եւ հիմա մեր դեպքում ի վերջո որն է, երբ որ թղթի վրա ոչ մի երաշխավոր չկա գրված։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են եւ մնում են, քանի դեռ եւ այնքանով որքանով այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն եթե եւ քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար եւ շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։